Բանակից կուզեի խոսել, կառավարությունն էլ այսօր հաստատեց, ուրեմն Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետային ծառայության անցնելու հնարավորությունը գումարի դիմաց։ Այս նախագծին ինչպես եք վերաբերում, սա կթուլացնի, թե կուժեղացնի բանակը եւ տարիքային ցենզ է նախատեսում են տարիքային շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան։ Նոյեմբերի 9-ի հաջորդող ամիսներից սկսյալ խնդիր էր թրվել հայկական բանակը ոչ միայն գրջադելու, այլ նաև լուծարելու։ Այսինքն հաջորդող դարիները, հաջորդող 1-2 տարվա ընթացքում հայկական բանակ արդեն պետք չէ լիներ։ Պիտի լիներ միայն սահմանաբար զորք եւ ոստիկանություն։ Սա ես համոզված եմ գործող իշխանությունների պայմանավորվածությունն է եղել թուրքական կողմի հետ։ Ինչ պատճառներով եւ այստեղ ասեցինք քիչ առաջ խոսեցինք մեր պոտենցիալ դաշնակից նաեւ խաղացողների շնորհիվ մեր ռեգիոնում այսօր մեր բանակը գոյություն ունի։ Հիմա նրանք ուղիղ ձևով չկարողացան այդ գազམ་ականդումը իրականացնել, դրանք այդ գազམ་ականդումը իրականացնում են տարբեր ձևերով։ Եվ ձևերից մեկը նաև ծեր նշած օրենքն է, որը դա խայտարարություն է, անհավասար պայմաններով հայկական բանակ ունենալ հնարավոր չի։ Հայ մարդը սոցիալական անարդարությունները օտար երկրներում կարող է ընդունել, բայց իր սեփական երկրում դա երբեք չի ընդունի։ Հայ մարդու համար, առավել եւս հայ մարդիկի համար, ես նաեւ խոսում եմ որպես առաջի պատերազմի մասնակից, տեսնելով հայ մարդուն նվիրվածությունը, զոհության ունակության չափը, ոգեղենության չափը, որը մենք շան հանգիստ կարող ենք մրցակցել, տարբեր ժողովուրդների, տարբեր ազգերի հետ։ Բայց եթե հայ մարդիկը շուրկա եւ իր թիգունքում մտածվի եւ իր թիգունքում տեսնի անարդարությունների շարան, նրա ոգեղենությունը կարող եմ ասել, կարող է հավասարվի 0-ի։ Ուստի այս նույնանման անարդար առավել եւս հարուստների եւ աղքատների դրամապանությամբ աղքատները պիտի ծառայեն, բանակ հարուստները պիտի չի ծառայեն, այսպեսի բանակ հայկական առավել եւս հայկական բանակ պատկերացնել հնարավոր չի։ Մեր պատկերացրածը մենք երկար ժամանակ խոսել ենք, մեր ազգ բանակ հայեցակարգից խոսել ենք, շատ հագիր լինելու համար կարող եմ ասել ավելի շոշափելու լինելու համար, պատկերավոր լինելու համար շատերի համար նույն իսրայելական պաշտպանական համագարքի մոդելը շվեյցարական պաշտպանական համագարքի մոդելը, երկուսի սինտեզը եւ ինչու՞ չէ նաեւ մեր ժողովրդի, մեր ազգի եւ մեր աշխարհագրական թիրքի առանձնահատկությունները նկատի առնելով պիտի մենք ձևավորենք մեր պատկերացրած հայկական մոդելը։ Իսկ այսինչ հիմա փորձում են անել, ինչպես ասեցի, եթե նրանք 2-3 տարի առաջ չկարողացան որոշումներով լուծարել հայկական բանակը, հիմա նրանք ինչ որ օրենքներ են մոգոնում, որի հետևանքով չի կարող բանակ մնալ։